Արմատական ու կտրուկ ցանկացած քայլ կարող է խանգարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտության կարգավորմանը։ Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հենց այս հանգամանքը հաշվի առնելով պնդում է, այս հարցին չպետք է խառնվի ոչ ոք։ Вопрос действительно очень сложный со своей историей, чтобы вместо такого диалога пытались выносить эту тему на различные международные площадки, которые урегулированием не занимаются. По крайней мере, никто им такого поручения от имени международного сообщества не давал. Мы должны работать совместно с председателями стороны конфликта с тем, чтобы найти исключительно мирное урегулирование этому вопросу. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնախնդրի կարգավորմանը այլ ձևաչափ տալու միտումն Ադրբեջանինն է, հավելում է Հայաստանի արտգործնախարարը, այն որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուելթերի բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում վիճակահարույց զեկույցի նախագիծը Էդուարդ Նալբանդյանի համար զարմանալի չէր։ Совершенно ясно, что человек, который долгие годы был в группе друзей Азербайджана в британском парламенте, который, по сведениям, опубликованным в британской же прессе, финансируется из Баку соответствующими, значит, фондами из Азербайджана, никак не мог иметь непредвзятую позицию. Այդուհանդերձ պաշտոնական Ռուսաստանը շարունակում է պնդել, որ ԼՂՀ հակամարտության կարգավորման խնդրում աջակցում է պաշտոնական Երևանի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշմանը։ Իդեպ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ասուլիսը շատ արագ ավարտվեց, հարցի իրավունք ստացան ոչ բոլոր լրագրողները։